կգրեք էլի հաղորդման դեմը 18 պլյուս։ Սկանդալներ ենք ուզում։ Եղել են զույգեր, ովքեր սեռական կյանքով չեն ապրել, ուզեցել են հղիություն։ Եթե հայ մարդու օրգանիզմը սկսեր խոսել առաջին բանը, որ կասեր, ինչը կլիներ։ Սխալ է, օրինակ ցիստիտի ժամանակ տակ ձվածեղը դնել աղջկա փորին, ինչը վիզապարկի բորբոքումը անցնի։ Իսկ մեզ այդքան բժիշկ պետք է։ Լիքը բժիշկի մա էկրան դեմը մեռնում է, որովհետև այդ արտահայտությունները շատ է, էլի ինչ։ Բժիշկներն էլ կարծրատիպեր տարածող են։ Նայեք, սեռակրթություն ասելուց մարդիկ խի են հասկանում, որ անպայման պետքա այդ սեռակրթությունը իր մեջ ներառվի խուժանություն, ախպերես խաղը ծախածա սուջանը առածա։ Թիվ թվաբանություն, ճիշտը կռահելու հմտություն։ Ողջույն, այսօրվա թիվ թվաբանությունը թեժ է լինելու, քանի որ բացի այն, որ խաղալու ենք ու մրցելու ենք, մի բան էլ քննարկելու ենք բոբո թեմաներ, որովհետև այսօր իմ հյուրը ուրոլոգ բլոգեր Դավիթ Տոնոյանն է, ողջույն Դավիթ ջան։ Բարև ձեզ։ Ինչպե՞ս ես։ Հոյակապ։ Պացիենտներին բուժումներ։ Այս ինչ շարժում։ Ինչ մտքով տանցավ այդ ջան, սենց շարժումով դու ասացիր, հա բոլորը Ես շատ ակտիվ եմ ժեստերի իմաստով, խնդրում եմ, եթե դու ամեն իմ ժեստը մեկնաբանես որպես ուրոլոգ, մենք տեղ չենք հասնի։ Եկեք իսկ նորից գնանք Իվաններս կներանանք, կաներեք էլի հազարանքը։ Դավիթ, գիտես, որ մեզ հետ նաև 963 ռոբոտիկն է այստեղ, արհեստական բանականությամբ է օժտված, մեզ հարցեր է տալու, այդ հարցերը ենթադրում են թվային պատասխաններ, մենք գուշակելու ենք այդ հարցերի պատասխանները։ Okay, հուսամ այսօր հետաքրքիր խաղ կսպասվի, հետաքրքիր հարցեր կտա։ Քեզ տեսնենք։ Давайте։ Գնացինք։ Բժիշկների քանի տոկոսի ձեռագիրն է անհասկանալի։ Ну, մինչև թիվ թվաբանությունը գրել է, ասեմ, որ այդ թիվը կոնկրետ իջել է, որովհետև հիմա տպած են տալի պատասխանները, բայց ենթադրենք, ասենք, Այնպիսի ձեռագրով կգրես, որ հասկանանք։ Քանի տոկոսի աշխարհում, այսինքն։ Ես նենց եմ գրել, որ ոչ մեկ չհասկանա։ Որովհետև ինչ թիվ ուզում տակը մտցնեմ էլի ասեմ։ Այդպես էլ բուժումներ եք նշանակում, մարդիկ գնում խմում են, չեն էլ հասկանում ինչեր խմեցին։ 3, 2, 1։ Դե հատուկ գրել է, որ ոչ մեկ չհասկանա։ Հիմա պետք է գուշակեմ 85։ Ես պատասխանը կլսեմ, հետո կասեմ։ Դու մի հաստատի։ Սենց կարող եմ, ինչ-որ սենց կարող եմ 88 լավ վերցնենք թիվը։ 88։ 88։ Ավելի շատ 9-ն է, քան 8։ Լավ, եկեք ես ցույց տամ, որ սիրուն ձեռագիր ունեմ, էլի պրոստը, կարելի է։ Բայց նույն թիվը կգրեմ։ Իմ կարծիքով 49% բժիշկների ունի անհասկանալի ձեռագիր։ Ես թիվ եմ գրում, որովհետև կարող է մոտ լինի 69 ժամանակ, կարող ես, չէ, ժամանակ հավասար են կլնելու դաժե։ So, okay, լսում եմ ձեզ, Ռոբոտ։ Ուսումնասիրությունների համաձայն բժիշկների մոտ 30%-ի ձեռագիրը դժվար ընթեռնելի է։ Ես հաղթեցի։ Հա, ես ավելի վատ Քո շրջապատում վատ ձեռագրով բժիշկները շատ են, ոնց որ թե։ Ինձնից էյան մարդ չեմ տենում նրանից։ Բայց իրոք վատ ձեռագրով անհասկանալի։ Նայ, որ երբ որ դու շտապում ես արագ, նախ սկսենք նայել խիա այդ լեգենդը որ դից, ես կարեմ չէ ձեռից մի բան դնեմ, սենց են հայկական սերիալներին ման որ Գովազդ է, այո։ Product placement ենք անում, ասեն։ Բանը նայ, երբ որ դու նախ անհասկանալի բառեր ես գրում, դժվար դու օրինակ ինչ-որ դեղի անուն, օրինակ ֆտորխինալոն անունը ամենօրյա լսում ես։ Որ մի հատ էլ բժիշկը գրում է այդ բառը, դու իր անկալումը քո արդեն դժվարանում է, հետո հա, ավտոմատ դժվարանում է։ Ինչի՞ է այդպես, որովհետև երկար տարիներ բժիշկները արագ լեկցիաներ են գրել, հիմա տես չի, ես որ սովորում եմ, ոչ մի լեկցիա չեմ գրել, դասի վերջում մեզ ուղղակի այդ լեկցիան տպագիր ձևով տալիս են, որ մենք սովորենք։ Ընդհանրապես այդ լեկցիան արտագրելու ֆունկցիաները ինձ թվում է համալսարանից վերանան, էլի։ Այս կարևոր կրթական թեմայով խոսացինք այսօր։ Ես իդեպ ուզում էի մենք անդրադառնանք բժիշկների տեսական եւ պրակտիկ գիտելիքներին եւ այլն, բայց հետո կգանք դրան, հիմա արի սխալներից մի քիչ խոսենք։ Եղել է տենց դեպք օրինակ, որ նշանակում արած լինեք, դուք չէ, գուցե լսած լինես ուղակի, հետո սխալ դեղ գնաց խմած ընդունած լինեն։ Այսինքն ես մի բան նշանակեմ, իրանք ուրիշ բան դնում են, չհասկանալու պատճառով ձեռագրային։ Եղել է ու էդի իմ մոտ լուրջ վախ առաջացրեց, ես գրել էի դեղի անունը, տրիբեստան էի գրել, տրիբուլուս էի գրել, իրանք վերցրել էին լրիվ ուրիշ սերիայի փսիխոտրոպ պրեպարատ էին վերցրել, դա քրքիրն են որ դեղատանը դա ազատ վաճառվել էր իրանց, բայց լավ էր հիվանդը զանգեց, ասես բժիշկը գրել եք օրը 3 անգամ, մի դեղատանը զարմացան օրը 3 անգամի վրա, ասում եմ այսինքն ինչի վրա զարմացան, ասում եմ նկարի դեղ ուղարկի, նկարից ուղարկեց, ասի
կոմպոզիտոր վերադարձրու դեղատան, մի քիչ ավելի կոպիտ արտահայտվեց էլի։ Իհարկե ու վերցրու քո գումարը հետ գնա ուրիշ դեղատնից առ այն ինչ որ ես նշանակել եմ։ Լուսավորես մեզ ինչ դեղեր առել։ Դե ես նշանակել եմ բուսական պրեպարատ էս պարագայում, ինքը գնացել էր գնել պրեպարատ, որ ուղեղի ֆունկցիաների վրա է ազդում, լավ sense ասեմ։ Բժշկի ձեռագիրը փաստորեն ճակատագրական կարող էր լինել։ Նու կարելի է զանգել բժշկին, հա, հարցնել ինչ է գրել, վստահ։ Միշտ ճշտեք ինչ է գրել բժիշկը այդ թղթի վրա։ Вообще հիմա արդեն վաղուց, արդեն 5-րդ տարին է մենք դեղատոմսի ձևաչափ ունենք, դա էլեկտրոնային դեղատոմսերի ներմուծումն էլ ինքը բերում։ Ոյ չունի չամում մի քիչ բան քաղաքականությունից խոսենք, եկել եմ ոնց որ ժամանցային հաղորդում, իսկ վերջերս Նորվեգիայի արտգործնախարարը Ինձ հետաքրքիր օրինակ քեզ հետ եղել են դեպքեր, որ շատ տարօրինակ ու շատ զավեշտալի բուժումներ արած լինեն մարդիկ իրենց ու եկած լինեն։ Իմ ամենօրվա գործերս, մի քիչ պատմի էլի։ Ուրեմն ամենօրյա աշխատանքի մեջ ինչ զավեշտալի բաներ կան։ Արդեն իմ համար իրանք սովորական են դառնում, որովհետև ես պրոստը ասեց հաջորդ անգամ բան, բայց դեռ Եվ ուզում եմ ուղղակի մեզ բոլոր դիտողներին ու լսողներին ուղղակի ասել, որ մենք ոչ թե ծաղրում ենք, այլ պատմում ենք, որ ծաղրել չի սա, այլ չլինի նմանատիպ դեպքեր։ Բայց այստեղ հետաքրքիր մի բան կուզեի ասել, մենք ապրում ենք մի դարում, որտեղ մենք վախում ենք, ասենք, որ մարդը սխալ է, հանգարց չնեղվի, չնեղանա։ Մենք ապրել ենք երկար ժամանակ դարաշրջաններում, երբ որ լուսավոր մարդիկ, գիտնականները, բժիշկները դիմացին ասել են, չէ, եղբայր ջան, դու սխալ ես, ու իրեն չեն ասել, իսկ իմ կարծիքով, քո կարծիքը գիտության մեջ նշանակություն չունի, գիտության մեջ նշանակություն ունի փաստերը։ Եթե քո փաստը չի համընկնում գիտական փաստի հետ, դու ինչքան ուզում ես քո կարծիքն արտահայտել, ինքը մեկը սխալ է։ Սխալ է, օրինակ, ցիստիտի ժամանակ տակ ձվածեղը դնել աղջկա փորին, ինչա միզապարկի բորբոքումը անցնի, ինչ պարմեզանով ձվածեղը նույնպես ինչ-որ տարբերություն չկա, չգիտեմ որտեղից է եկել, երևի ասենք 18-րդ դարում ինչ որտեղ որոշել են, որ մրսած մարդուն պետքա տաք ձվածեղ դնել, օրինակի համար, այդ մարդն էլ 7 օրում բուժվել է, ինքնաբուժվել է, դրել են ասել են ձվածեղները, ու դա սերնդեսերունդ եկել է, չէ, ժողովուրդ ջան, այս դարում նման տիպ բաներ անում, абսուրդի ժանրից է։ Լինում են դեպքեր, երբ որ մարդիկ ինքնուրույն ես մի հատ շատ հետաքրքիր դեպք եմ ուզում պատմում 18 պլյուսա չէ դեռ ռադիո հուսամ Ռուսաստանում էի աշխատում այդ ժամանակ 3 եղբայր եմ ընդունել ովքեր ինտերնետում ինչ-որ հոդված են կարդացել որ կարելի է գլիցերինը ներարկել սեռական օրգանի մեջ ու երկար հարաբերություն ունենալ ու այտենց 3 հալալ եղբայր հասկությամբ ոչ հայ ներարկել էին իրանց այդ գլիցերինների մեծ քանակություն գնացել էին սաունա ու ընդեղից սկորիով հետ էին եկել հիվանդանոց, որ ամեն մեկը եւ մի 3-4 վիրահատություն տարա, որ այդ ամեն ինչի վիճակից գոնե մի քիչ դուրս գա, էլի։ Դրա համար ամեն ինչ չի, որ պետքա կարդակ, հավատակ։ Մանավանդ հիմա հակագիտական դեբիլ նյութերը շատ են։ Okay։ Եթե հայ մարդու օրգանիզմը սկսեր խոսել առաջին բանը, որ կասեր, ինչը կլիներ։ Հայ մարդու օրգանիզմը որ խոսեր, ինչ լավ հարց է։ Մտածողին նոբելը։ Գիշերն եմ գրել ես այս հարցը։ Հայ մարդը որ օրգանիզմ լիներ, առաջինը ինչ կասեր, եթե սկսեր խոսել, այն երեխեն որ տենչալով մի բան ասում է, առաջին բանը։ Այս նշանակալ բանը մտածել։ Դավայցե։ Ես դիպլոմները միան իմ կիսուրը, շարունակել է տեցել։ Կիսուրը 100 տարվա բուժքույրը։ Այն 9-րդ մասիվի պոլիկլինիկայում աշխատում ինքը սա գիտի դուք ինձ ես եկել եմ ուղղակի տենց այդ շատ ստացված բաներից է էլի կամ զոքան չէ տղամարդը ավելի շատ կիսուր է իմ մաման 40 տարի ես ինչ հիվանդանոցում աշխատել եմ հետաքրքրում ես ինչ աշխատել որ տենց ինքը ես բոլոր բուժաշխատողներին հարգում եմ, բայց կոմպետենցիայի մակարդակն է։ Ինքը սանիտար կա եղել, բայց այնքան է տեսել ձեր ապրած թողս կանի։ Բայց շատ տարածված է կամ ամենաաբսուրդային խնդալու որ տենց էլի հնչում է։ Բժիշկ ջան, լավ է այս տեղերը որ գրել եք, բայց տղես Գերմանիայի է, ընդուս մի լավ բան ասեմ ուղարկես, լիքը բժիշկի մա էկրանի դեմը մեռնում է, որովհետև այդ արտահայտությունները շատ է, էլի հնչում։ Գերմանիայի հանդեպ հատկապես, չէ՞։ Գերմանիա, Ամերիկա, ինձ ամերիկական վիտամիններ ա ուղարկես, ասում հա օքեյ, շատ լավ է, բայց այդ նույն վիտամինը նույն ֆիրմայից ախմա հայկական դեղատաներում, էլի, հա, թանկը Հայաստանում։ Զուտ կարաս գլուխդ գոզ, որ դու էժան ես առ այդ վիտամինային կոմպլեքսը։ Բայց այդտեղ մի քիչ խնդրահարույց է ինքը, ավելի շատ ինձ թվում է խոսում է մեր
ամեն ինչի վերաբերյալ անվստահությունը մեր ներքին։ Հա, կա։ Օրինակ պատվաստումների հանդեպ եւս մի հարթակ, որ դες կխոսեմ, որ պատվաստվել է պետք։ Պատվաստումների հանդեպ անվստահությունը գեներացվում ամբողջ աշխարհում, բայց փաստացի 100 տարի առաջ լիքը երեխա մահանում էր մինչև 5 տարեկան չէր ապրում, հիմա մանկական մահացություն գրեթե չկա։ Ինչի շնորհքն է պատվաստանյութերի։ Պատվաստանյութը կարող է ինչ որ 10,000-ից մեկը չընդունի օրգանիզմը, ասած որ ասում են, բայց համատարած ինքը օգուտ է տալիս։ Որ դու բախվում ես խնդրի, երբ որ մաման ասում է, չէ, իմ երեխուն չեմ պատվաստում, դու բախվում ես մի խնդրի, երբ որ իր մաման շատ հավանական տղուն այդ իր երեխուն հաշմանդամության, անգամ կյանքի կորստի հետևանքների կարող է։ Լավ է, դավադրապաշտական տեսությունները պատվաստումների։ Ես այս թեմայով լեկցիա եմ կարդում բժշկական համալսարանում երկրորդ կուրսի ուսանողների համար կոմունիկացիաներին ոնց պետք է արձագանքել բանին գիտական ձևով կրիզիս մենեջմենթի տեսակը հա ու երբ որ մենք իրար հետ զրուցում ենք ես երեխեքին միշտ հակապատվաստումներին օրինակն եմ բերում 1698 թվականին Ջեները այդ ձեր իմացած Ջեները չի Քարդաշյանների նորմալ Ջեները ստեղծում է առաջի պատվաստանյութը ու արդեն 3 տարի հետո այդ պատվաստանյութի հակաքարոզն է գնում որովհետև կար մոնոպոլիա մարդու առողջության այդ ժամանակ վերահսկում էր կաթոլիկ եկեղեցին 98 թվին Էնդրյու Վեքֆիլդը անունով մի հատ շարլատան բժիշկ ինքը լինում գիտական հոդված հրապարակում որ պատվաստումները առաջացնում են աուտիզմ այդ լեգենդը տեղից է եկել Էնդրյու Վեքֆիլդը դրանից 6 ամիս առաջ տալիս է իր սեփական պատվաստանյութը գրանցման ինքը ուզում էր զուտ կոնկուրենտների վնաս հասցնել մրցակցությունը անառողջ մրցակցության արդյունքում այդ լեգենդի պատճառով նույնիսկ Հայաստանում անցյալ տարի կարմրկից երեխա մահացել որտեղ մաման ասել է իմ երեխու մոտ աուտիզմ կառաջանա աուտիկ սպեկտրի խանգարումների պատճառագիտությունը ոչ մեկ չգիտի բայց դա պատվաստանյութերը չէ որտեղ ես դուք այդ նկարano խումբը բոլոր այդ պատվաստանյութերը ստացել են ոչ մեկ այդ սպեկտրի խանգարումներ չունի բայց դուք պաշտպանված եք եղել մահացու լիքը հիվանդություններից այսօր այսքան օй կոմենտներն եմ սպասում ահա եկեք ասեք որ մեկը մենք սխալվում ենք այլ ճիշտ մենք չէ բժիշկը իրա վրա ենք թողնում այս պատասխանատվությունը ամբողջությամբ այո շարունակում ենք միացրեք խնդրեմ ռոբոտին Աշխարհի քանի երկրում է սեռական կրթությունը ներառված դպրոցում Այս թեման տվեցին որ մենք խոսենք ու էլի դժոխային կոմենտների արժանանանք Ես գրեցի Հստակ գիտեիր դու այդ Չէ, մոտավորապես պատկերացրեցի, որ երկրները կլինեն, էլի։ Տոկոսեր թե թիվեր։ Թիվեր ուզում չէ։ 189 պետություն կա աշխարհում, դից կարելի է դաժե մի քիչ փուճուր եմ գրել թիվը, բայց ես թվում է իսկ հաղթեմ, կամ չեմ հաղթի, չգիտեմ։ Ինձ թվում է ես շատ գրեցի, բայց դե լավ։ 3-2-1 պտտեցինք, շատ եմ գրել։ Շատ ես գրել։ Շատ է, հա, այդ մակարդակին չենք։ Իսկ Հայաստանը այդ թվում կարելի է համարել, ոչ 32 Դավիթի կարծիքով եւ իմ կարծիքով մի քիչ ուռճացված թիվ, ես ուզում եի ավելի լավ պատկերացում ունեի աշխարհի մասին, տեսնենք։ Սեռական կրթությունը դպրոցում ներառված է մոտ 100 երկրում Դավիթ ջան։ Օ, ես ավելի վատ պատկերացում ունեմ։ Ուրեմն, այդի գիտես ինչին է նման, Ռուսաստանը համարվում է էկո աղբար ունեցող ամենաշատ երկիրն աշխարհում։ Հա։ Բայց ամենաշատ քաղաքներում որտեղ կա, մոտ 80% քաղաքներում էկո աղբարկղներ կա, բայց քաղաքներում մի հատ Հաղորդի իր քաղաքները շատ են։ Շատ, չէ, քաղաքներում մի հատ է, ու այդ քաղաքներից 10-ը շատ են, բայց այս պարագայում նույնն է։ Հիմա կարող ասենք, չգիտեմ, ինչ որ Մոզամբիկում ասում են, հա, սեռակրթությունը ներառված է, բայց 4 դպրոցում։ Դե հիմա գուցե Հայաստանն էլ է հաշվվում է։ 2000 դպրոցից 4 դպրոցում է ներառված։ Ռեալ մենք ունենք խնդիր, որ Հայաստանում 2000 դպրոցից, ասենք խոսքի 5 հատն է, 5 հատում են անցնում, ինչ որ մասնավոր դպրոցն է, հա։ Հաստատ հանրակրթական դպրոցում անատոմիայի դասն են մարդիկ բաց թողում։ Դուք ասում եք Ինչու Դավիթ Շատ երկար ու ծեծված թեմա է, բայց մեկը ինձ թվում է պետք է անդրադառնալ։ Ինչի նայեք, սեռակրթություն ասելուց մարդիկ խի են հասկանում, որ անպայման պետք է այդ սեռակրթությունը իր մեջ ներառվի խուժանություն, իր մեջ ներառվի ինչ որ վատ բաներ։ Սեռակրթություն ասելով ես ինչ եմ հասկանում, ես դրա մասնագետը չեմ։ Դրա մասնագետները հոգեբաններն են, մանկական սեքսոպաթոլոգներն են։ Երբ որ երեխան 15, 16, 17 տարեկան, իրան այդ մի հասկացեք սեռակրթություն, որ իրան մի հասկանում, չգիտեմ, որ ֆիլմեր ցույց տան։ Դա որ պրեզերվատիվի օգտագործումը խոսափում եք սեռավարակներից, անցանկալի հղիություններից, որ դաշտենային ցիկլը սենց է սկսվում, սենց է վերջանում, սենց է պետք է հետևել առողջությանը, որ երբ որ տղան իր ամորձիները իր ամորձապարկում չի շոշափում, պետք է անպայման դիմել բժիշկ, սենց բաներն եմ ես համարում սեռակրթություն։ Ոչ թե այն ինչ որ մարդկանց պատկերացման մեջ կա։ Ու իրականում ասեցիր ու միանգամից մտածում եմ որ այդ նույն դեռահասները միևնույնն է, եթե ուզեն որոնել ու գտնել իրենց ուզած թեման, գտնելու են իրենք։ Մենք որտեղից ենք մեր սերունդը սովորում։ Քուչից։
Այն տղեկից բան ինչ որ հարց էիր տալի, հարցը իմանում էր, բայց տղան է չգիտի, հարևանն է չգիտի, մեծ աղբերն է չգիտի, մեկը կա ոչ մեկին չի հասկանում, մեկը կա ինչ որ բաներ են։ Դու ունեցել ես իհարկե կոնֆիդենցիալ բնականաբար այդպիսի դեպքեր, որ այդ չիմացության ու ինֆորմացիայի պակասի պատճառով օրինակ լուրջ հետևանք եղել։ Լիքը ամեն օր։ Մի հատ տենց շատ մի քիչ ավելի եթերային դեպքերից մեկը էլի։ Դե եթերային այսինքն ուզում եմ հասկանամ ինչ ես ուզում դու ինձանից։ Պատմություն, որը չիմացության հետևանք է, բայց եւ շատ այդ սուրճ գիտեմ էլի, որովհետեւ ինչեր ասես լսել եմ։ Մարդը գնում է խոպան, վարակվում է միավով, վերում վարակվում է կնոջը, վերում վարակում ընկերուհուն, ընկերուհին իր ամուսնուն ու տենց շարունակ եմ կարգին օրդում եմ խոսքը կա չեմ ուզում հիշատակեմ ու տենց մենք ունենում ենք վիրուսային ինֆեկցիայի տարածում որովհետեւ այդ մարդը ընդամենը պետք է ունենար, չգիտեմ, ռուբլով ասեմ, օպանի համար 1100 ռուբլի անած մի հատ լատեքսի կտոր, որը իրեն կպաշտպաներ մահացու վիրուսից։ Չնայած միավից հիմա էլ չեն մահանում, ապրում են երկար ու երջանիկ։ Քեզ տրված ամենատարօրինակ հարցը այս թեմայով կհիշես։ Հա, միավով կարանք երեխա ունենանք թե չէ, ինձ տարօրինակ թվաց, որովհետեւ միավով մարդիկ երեխա հանգիստ ունենում են։ Okay, ու եթե վիրուսն նագրուսկեն շատ չէ, երախուն չէ փոխանցվում այդ վիրուսը։ Իսկ միավից դուրս, ընդհանրապես սեռակրթության բացակայության հետևանքով հարց։ Այնքան հարցեր։ Դե բա հիշի բան, հետաքրքիր բան է։ Դե օրինակ սկանդալներ ենք ուզում։ Եղել են զույգեր, ովքեր սեռական կյանքով չեն ապրել, ուզեցել են հղիություն։ Ես վերջերս վիդեոյի նկարել, որ ամուսինը ապրում էր խոպանում, դեպորտ էին արել, չէր կթուղթ չուներ, որ գար Հայաստան, ու կինը որպեսզի հղիանար, բանկի մեջ սերմ էր հավաքել մի քանի օր ու հարևանին տվել էր, որ բերեին, հետո կինը քաշեր շպրիցով ներարկեր, որ հղիաներ։ Դուք խնդում եք, սա լուրջ պատմություն է, այդ ջան, իսկ կամերա հետո օպերատորը մեռան այնտեղ, բայց սա իրական դեպք է, որ եղել է Հայաստանում։ Տենասխի լուրջը բացում է ինձ մեկը այդ գոլեգաներից մեկն էր պատմում այսինքն մենք այդ խնդիրը ունենք դու հասկանում ես սեռակրթություն ասելով մարդիկ ինչ նկատի ունեն բայց ուրիշ բան են հասկանում նկատի ունեն որ հղիության համար տղեն ու աղջիկը պետք է այս տեսակ հարաբերություն ունենան դա էդ է հարցը Բացի այդ ճանաչեն իրենց մարմինը, որովհետև ոնց այս ձեռքն ու ոտքը, որի մասին մենք հանգիստ խոսում ենք, եթե հիգիենան պահպանել, կգրեք էլի հաղորդման դեմը 18+։ Մեծ 10+։ Դավիթ Տոնյան 18+։ Անցնենք երրորդ հարցին։ 2-0 կրում ես։ Այո։ Որն է համարվում Հայաստանում ամուսնության միջին տարիքը։ Բարձրացել է շեմը ըստ վերջին հետազոտությունների, իսկ իմ վերջին հյուրերից մեկը պնդում էր, որ տղաները 40-ում պիտի ամուսնանան, կանայք 30-ում։ Ով, շատ ով էր հյուրը։ Արտյոմը Կարապետյան, դերասան, հումորիստ։ Հա, Արտյոմը հումոր է արել։ Չէ, ինքն իր կյանքի փորձով։ Լսի, ես էլ ինչ-որ մի պահ Արտյոմի հետ կհամաձայնեմ, բայց բնությունը մեր հետ չի համաձայնի, ծոմը շատ սիրում եմ Մինաշ ջան։ Ինչու՞ չի համաձայնի։ Որովհետև տարիքի հետ տղամարդու տեստոստերոնն է իջնում, կանանց մոտ իջնում է ձվաբջիջների քանակը, ու եթե զույգը որոշում է հետո երեխա ունենա, ինչքան մեծ է տարիքը, այդքան պրոբլեմատիկ է դա։ Թող հիմա հա կարող է ես ինչ որ հակա ինչ որ տրենդային բան եմ ասում, բայց հա 35 տարեկանում երբ որ կինը հղիանում է 25-ում հղիության որակը, հղիության հասնելու աստիճանը շատ ավելի հեշտ է 25 տարեկան աղջկա մոտ։ Okay, թեքում ենք։ Պատտեցինք 24 եւ 25։ Մեր թվերը մոտ են։ Տեսնենք ճիշտ պատասխանը։ Հայաստանում ամուսնության միջին տարիքը 28-ից 29 տարեկանն է։ Ես եմ մոտ։ Ոնց չեմ սիրում։ Ախպերես խաղը ծախածա Սուջանը առածա հիմա։ Այս մասը կպցնելու եմ այն մի խաղի ժամանակ, որ ասում եմ, այս խաղը ծախած չի, էլի sense ընթացքի ժամանակ։ Չէ, հետաքրքիր հաղորդում է, հետաքրքիր եք մտածել, սա լավ է, точно։ Ինչ լավ է։ Լավ դե, ըստ քեզ, եթե հաշվի առնենք թե քո ասած կենսաբանական, անատոմիական հարցերը, բնությունը քո ասած եւ հոգեբանական մասը որպես տղամարդ, ըստ քեզ որ տարիքն է ամեն դեպքում ավելի ճիշտ ամուսնության ու ընտանիք կազմելու պատասխանատվությունը վերցնելու։ Երբ որ դուք հանդիպում եք ձեր երկրորդ կեսին։ Չնայած մեկ կարող է հանդիպեք ձեր երկրորդ կեսին, հետո հանդիպեք երկրորդ կեսին, դուք հասկացնեք, որ առաջի երկրորդ կեսի մարդիկ կրուգավառոտը շատ երկար է լինում, երբ որ վստահ եք, որ դուք կարաք ամուսնական կյանքում ապրեք, բայց ռեպրոդուկտիվ տեսանկյունից հա իդեալական է, որ 20-ից 30 տարեկան միջակայքում եք դուք էլի ամուսնանում, դա ամենաիդեալական ժամանակներն է։
20-ից 30։ Լսեցիք։ Հա, բայց հիմա նայ 20 տարեկան աղջիկն ու տղային հանդիպեցին, չգիտեմ, պոլիտեխնիկի 3-րդ կուրսի ուսանողն են, սիրահարվեցին ու որոշեցին ամուսնանալ։ Ոնց են ապրելու, տուն որտեղից, սա խալաձելնիկը ոնց են լցնելու, Աստվածչանի բժշկի գնան, բա որ երեխա ունեցան, այդ երեխուն ոնց են պալու, ով է պալու, դասի ով է գնալու, ով է գործի գնալու։ Հասարակությունը արդեն չի կարող այդ մարդկանց ապահովի։ Հա ԽՍՀՄ տարիներն են, որ տատիներն ասում են, մենք 20, հա, իրենք 47 հոգով մի տան մեջ էին ապրում, իրանց համար օքեյ էր, որ հատկացված էր 4.7 քառակուսի մետր, իրանց 4 երեխու, 2 ամուսինների համար, իրանց համար օքեյ էր, բայց հիմա դարը հակառակն է, էլի գնում դեպի ու դժվար է, որտեղ մշակութային փոփոխությունները, կենցաղավարության փոփոխություններն են նաև բերում դրան, որ մարդիկ ուզում են կայանալ։ Եթե մարդը չռեալիզացվի, այսինքն իր ֆունկցիան, հա, ռեպրոդուկտիվ ֆունկցիան կարևոր է, բայց թե չես ռեալիզացվում այս կյանքում, քո համար բավականին բարդ է լինում հոգեբանորեն էլ ապրելը, որտեվ դու տենում ես բաց աշխարհ, մարդիկ ինչ էին տենում գյուղում։ Սարը, ձորը, խոտքաղը, բերքավաքը, չգիտեմ, ու տենց։ Ու մաքսիմում միջոցառումներ եկեղեցու կողքը, այսինքն, չգիտեմ, այնտեղ զատիկ, նոր տարի բան։ Հիմա մարդը ինչա տենում, այ ամբողջ աշխարհը ձեռքի տակ է, դու այսօր Երևանում ես, դու ընդամենը, չգիտեմ, 20 ժամ հետո կարաս լինես Ռիո դե Ժանեյրոյում ու տենց։ Քեզ մոտ զույգերով գալիս են։ Հա, շատ։ Այ հետաքրքիր է կայացել է զույգերի մշակույթը մեզ մոտ։ Հա, մանավանդից վերջ մի քանի տարում ինձ թվում է այդտեղ շնորհքը իմ ու իմ բժիշկ բլոգեր ընկերներին է, այդպես առանձնահատուկ Ես արդից օգտվում եմ, իրոք շնորհակալություն հայտնեմ այն մարդկանց, որոնք ինֆորմատիվ ու բաց թեմաներով հատկապես բլոգներ են վարում, օգնում են մեզ բժիշկների շատերն է, անունները թվեմ կարող մի տարի տևի, բայց այդ շնորհքն է, որ մարդիկ հասկացան, որ չէ, մենակ օրինակ անպտղության парк մենակ կինը չի պետք է գնա բժշկի կամ ամուսնանա օրինակ այսօր 5 հատ հիվանդ գրանցվել է, պրոստը եկել ասում ամուսնանալու եմ հեսա ամառն է չսախ պլանում գար եկել է մի քանի ամիս շուտ ստուգվում տնեմ ինչ խնդիր ունի որ ամուսնությունը ավելի թեթև անցնի ու խնդիրներ են հայտնան բերվում գնացինք 4-րդն է չէ 4-րդ հարցն է այո այդան հաղթում է 3-0 Տարեկան քանի մարդ է ավարտում բժշկական համալսարան ամբողջ աշխարհում Հայաստանում քանիսն են ավարտում, գիտես տվյալ։ Մոտ մի 800 հոգի երևի։ 800 հոգի տարեկան ավարտում, հա։ Բժշկական համալսարան, հա, բայց տարբեր մասնագիտությունով տեղագետ, ստոմատոլոգ, այնտեղ։ Իսկ մեզ այդքան բժիշկ պետք է։ Չէ, ռեալ չէ։ Էսի դաժե փոչուր թիվ գրեցիլ է սպասի։ Աշխարհում քանի Ոնց կամ մեր հայկական օրինակը վերցրածով ես ստոց 200,000 թիվն եմ գրել։ Ոայ, բայց ինչ գրեմ։ Դե գրի 210։ Գրում եմ 210։ 210,000 է ասում։ 10,000 դե, հա։ Զրոները գրի։ Պատտեցինք։ 200,000 Դավիթի կարծիքով եւ 210,000 էլի Դավիթի կարծիքով ուղղակի ես գրեցի։ Հուշած պատասխանը։ Լսենք ճիշտ պատասխանը։ Աշխարհում բժշկական համալսարան ավարտում է տարեկան մոտ 200,000 մարդ։ Հորոսեցի Շատ դիպ։ Էս երկու միավորանոց է։ Իրոք 3-2 է դառնում։ 3-2 է դառնում հաշիվը։ Մի անգամից։ Ահա։ 200,000 մարդ։ Այո։ Հայաստանում չէ, այդքան, չգիտեմ ինչքան կհամաձայնվեն դες թե չէ, հիմա մենք ունենք լճացում այդ առումով, որովհետև մասնագիտություններ ունենք, որտեղ ունենք շատ բժիշկներ, ունենք լիքը մաշկաբան, լիքը, չգիտեմ, այնտեղ գինեկոլոգ, լիքը պլաստիկ խիրուրգ ավարտում են, բայց օրինակ չունենք պաթոլոգանատոմներ, չունենք թոքաբաններ շատ, մանկաբույժ չունենք Հայաստանում մանկաբուժություն, մենք հիվանդանոցում այսօր Գրիգոր Նահարկացի բժշկական կենտրոնում ունենք 3 մանկաբույժի ազատ հաստիկ։ Եթե ինչ-որ մեկը նայում մանկաբույժը, համեցեք հա։ Գրեք զանգահարեք։ Հա, 3 մանկաբույժի հաստիկ ազատ ունենք, չենք կարող մարդ ճարենք։ Ինչա պայմանավորված Դավիթ, էլի տրենդային։ Հա, տրենդային է, պլաստիկ խիրուրգիան ինչա, սովորեցի վիրաբուժությունը հարուստ կյանքով ես ապրում, ավելի, նու, չկա աշխարհում։ Վիրահատվեցինք էլի, ինչ մնաց, ով մնաց։ Ծնվում ենք, հա։ Հա, ճիշտ։ Մենակ քիթը չի հետո։ Պլաստիկ վիրաբուժներ շատ մանկաբույժի կյանքը դաժան կյանք է, դժվար կյանք է։ Փառք ու պատիվ բոլոր մանկաբույժներին, ասած խոնարհվում եմ իմ երեխու մանկաբույժների գլխավորությամբ բալիկիս, որովհետև մանկաբույժները ծանր կյանք է։
երեխա է, չի կարող իր գանգատներն ասի։ Ինքը ամբողջովին պետք պատվեր, այսինքն ֆինանսական առումով իրանք հա ստաբիլ են, բայց հարուստ չեն։ Երեխեքի ծնողները, վայ երեխես հազած, վայ երեխես ջեր մեծ պզուկա ճակատին աճել եւ այլն, ես էլ եմ դες ծնող։ Բոլորը կփաստեն, հա, ես էլ որ երեխես մի հատ աճուձախ, ես պրոստը պանիկա։ Հա, բայց պիտի քո մասնագիտությունը քեզ մի քիչ օգներ։ Չէ, հակառակը, մասնագիտությունն է մեղավոր, որովհետեւ դու արդեն գիտես, դու չես մտածում ամենասթից բանը, որ 99% դեպքերում էլ դու սկսում ես մտածել ավելի խորքային, հա։ Ու տենց բնավ չեմ նսեմացնում որևէ մեկին եւ բնականաբար ինքս էլ համոզված եմ, որ Հայաստանում շատ լավ մասնագետներ կան, բայց ինձ մոտ տպավորություն է, որ ամեն դեպքում հանրային վստահությունը բժիշկների նկատմամբ այդքան բարձր մակարդակ։ Այդ գալիս է նրանից, որ բժշկությունը Հայաստանում մեծամասամբ վճարով է, շուտով կմտնի առողջապահական համապարփակ ապահովագրական համակարգը, հուսանք թեթև կմտնի, չի մտնի ծանր քաղաքական հարցեր ենք արդեն քննարկում, կմտնի ու այդ հարցերը ագին կփակվեն։ Նայեք, մեր ազգը սովոր է, չէ՞ օրինակ ասում, Հայաստանում թոշակները ցածր են։ Հələ Գերմանիա նայեք, թոշակներն ինչ բարձր է մարդկանց։ Բայց մեր հայ մարդը չի ընկալում, որ ինքը սովետում է ապրել, թոշակը պետությունն է տվել։ Իսկ օրինակ նույն Գերմանիայում մարդը 15, 20, 30 տարի կուտակել է այդ թոշակը։ Ոնց է մենք կենսաթոշակային կուտակում ենք, չէ՞ անում դուք եք անում։ Նույնը առողջապահությունն է, հայ մարդուն երբ որ դու հեսա համապարփակը մտնի, սկսվի այդ ամեն ինչ, երբ որ դու մարդկանց ասես ամսական, չգիտեմ, 20000 դրամ վճարեք, պարտադիր վճարեք, որ վաղը երբ որ գնաք 5 միլիոնանոց վիրահատության, դուք այդ ձեր ապահովագրությունից օգտվեք։ Մենք կանենք էլի նույն խնդրի առաջ։ Այդ դրանից է գալիս, որ ինչու է Եվրոպայում, դες մարդիկ սովոր են տարիներ շարունակ, արդեն մենք սովետում ենք ապրել սոցիալական պետությունում, իսկ կապիտալիստական երկրում մարդնավճարի առողջության համար։ Բնավ, ոչ ԱՄՆ-ում, ոչ Եվրոպայում հանած մի քանի դեպքեր, մի քանի ինչ-որ մարդկանց խմբեր, մարդիկ ապահովագրությունը գնում են։ Ու նույնիսկ եթե դու գնում ես այնտեղ սովորել ես, գնում ես կարճ պրակտիկա 3 շաբաթ, ամենամեծ փաստաթուղթը, որ իրենք ստուգում են, իմ առողջապահության ապահովագրությունն է։ Դե հա, փոքրիկ տուրիստական ճամփորդությունների դեպքում էլ պարտադիր, հա, դեսպանատունը ասում է, դու ունեցի, ես ամեն ճամփորդությունից ադեթ է դառել, հենց զվարթնացում եմ մի անգամից application-ով չեմ ասի, որ ապահովագրականի գնում եմ արագ այդ բոլորի համար։ Բերքա, անընդհատ գովազ դեսում։ Հա, դու բան չասեցի։ Չեմ ասի, որ ապահովագրական է։ Դավիթ, իսկ համաձայն ես, որ ամեն դեպքում բժիշկներն էլ կարծրատիպեր տարածող են երբեմն։ Հա, որովհետև ես մի դեպք եմ լսել, որ ու բնականաբար այդպիսի գինեկոլոգներ շատ կան, որ աղջկա ֆիզիոլոգիական վիճակը պարզելու համար հարցնում է ամուսնացած ես թե ոչ։ Դե հիմա նայ։ Ու ամեն ինչ սկսվում է այդտեղից։ Հա, դա գալիս է նենց, որ գինեկոլոգը վերջի գիրքը կարդացել է իր ինստիտուտի տարիներին, հետո ավարտել է, հետո միտեղ մտել է աշխատել ու քանի որ երկրում կոլապսային վիճակ եղի 90-ականներին 2000-ականներին ինքը դες պրոստը ձգան, պես 30 տարի մի համար բզբզացել է։ Որտե գլուխը հանեմ արդեն բուժել, որտե չի անը, դա ուղարկել է ուրիշ գոլեգաների իրան մոտ։ Հիմա հուսանք այդ ժամանակը կանցնի, մրցակցությունը կմեծանա, մարդիկ սկսեն ավելի կրթվել, ավելի հզոր մասնագետ դառնալու համար։ Դավ ջան, շարունակենք։ Դավայ այդ ջան, այդ ջան։ 5-րդ հարցն է։ Վերդի, ասա, Վերդի այդան էլի։ Այո։ Ահա։ Աշխարհի բնակչության քանի տոկոսն է ամեն տարի փորձում դիետա սկսել։ Եթե դատենք մեր TV աշխատակիցներով, օրինակ, ամեն երկուշաբթի սկսում են իրենք։ Ես այս տարի 4-շաբթից եմ սկսել։ Այսօրվանից։ Բայց արդեն մտքի շաուրմա խեղդելու մեծ ցանկություն։ Գրեցիր։ Այո։ Քանի տոկոսներ հարցը։ 75-ն եմ ես գրել։ Ինչ գրեմ, Դավիթ։ Գրի 76։ 76։ 76.5։ Ես ալնելու 80 ու ես գրվեմ։ Քո մեղքն է լինելու 76.5% իմ կարծիքով եւ Դավիթի կարծիքով 75% լսում ենք ճիշտ պատասխանը։ Աշխարհի բնակչության մոտ 30-ից 40%-ը ամեն տարի փորձում է դիետա սկսել։ Դու ես ճիշտ, դու ես 3 հաշիվը։ Այո։ 3-3։ 3, ահա։ Okay, նիչիա։ Նիչիա, ես դեմ չեմ, քանի որ դու ծաղիկներով ես եկել, ես Միանշանակ ֆրեզաները այս սեզոնից բոլորի խորհուրդ եմ տալի տուն ունենալ, եթե սուր ալերգիա չունեք։ Սնունդը ոնց կարող է ազդել սեռական առողջության վրա։ Նայեք, այստեղ մի հատ մարկերովկա տանք, disclaimer, այդ որ ես ավել քաշ ունեմ, ձեզ թվում է կամերաներն են չաղացնում։ Սեռական տղամարդու մոտ ճարպի մեջ կա արոմատազա ֆերմենտը, ինքը տեստոստերոնը ձևափոխում է էստրադիոլի, տղամարդու հորմոնը ստարկում է կանացի։ Այդ արդեն համար 1 պատճառն է։ Բերում է աթերոսկլերոզի, որը վնասում է անոթները, բերում է շաքարով տիպ շաքարային դիաբետի, շաքարն ինքնին վնասում է, так что ավելորդ քաշը վատ բան է։
պահում ենք առողջ դիետաներ, սնվում ենք բալանսավորված, շարունակում են մենակ ուտելուց հետո օրը 3 անգամ ոչ ավել։ Այսպեսի բժշկական խորհրդով էլ փակում ենք մեր այսօրվա որ հիվանդներս հարցնում կարամ խմեմ ասում Դա որ շատ են ուրախանում, հիմնական հիվանդները вообще չեն խմում, բայց իրաց տենց շատ հետաքրքիր է, էլի։ Մի հատ իմանան էլի կարան։ Իմանան կարա խմեմ, բայց որ գալիս եմ հարցնում խմիր, չէ, բժիշկ ես դες խմող չեմ։ Մոռացել եմ որ այդ հարցը տվել է։ Շնորհակալ եմ շատ զրույցի համար եւ ինֆորմատիվ էր եւ շատ ուրախ։ Ինձ թվում է մենք էլի ենք հանդիպելու, բայց այսօր 3-3։ 3-3, շատ հետաքրքիր հաղորդում է այդ։ Հաջողություն։ Հաջողություն։ Թիվ թվաբանություն, ճիշտը կռահելու հմտություն։